Պատիվ ունեմ ողջունելու ձեզ մեր հայրենիքի այս գողտրիկ անկյունում, նաև առաջիններից մեկը այսօրվա մեր միջոցառմանը ուղղակի շնորհավորելու մեր սիրելի սրբազան հորը իր ծննդյան հոբելյանական 55-ամյակի առիթով։ Ես սրբազանի սամն եմ եղել 1999-2000 թվականներին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և կարելի ասել իմ այսօրվա հոգևորական լինելու ներշնչանքը ստացել եմ իրենից։ Ինձ համար շատ բարդ է խոսել սրբազանի մասին, որովհետև եթե այդ կերպարի մեջ աննշան իսկ կողմ բաց թողնենք, այդ կերպարը ամբողջական չի լինի։ Հետևապես ես կխուսափեմ, ինչ իմաստով նաև, որտեղ սրբազանը նաև այսօր դրա կարիքը չունի, սրբազանը ինքը այսօրվա իր ազատազրկված վիճակով արդեն իսկ խոսուն վկայությունն է, թե ով է ինքը։ Բայց ավելի կարևոր է, թե ով ենք մենք։ Ավելի կարևոր է, թե ինչպիսի պետությունում ենք մենք ապրում։ Ավելի կարևոր է, թե մենք ինչպիսի կառավարման համակարգում ենք ապրում։ Ավելի կարևոր է, թե մենք ինչպիսի հասարակության մեջ ենք ապրում։ Ժամանակին հալածվում էին մարգարեները հին կտակարանում, որովհետև քայլող կշտամբանք էին հասարակության կառավարման համակարգի սխալների կոպիտ բառ չօգտագործելու համար։ Ժամանակին ազատազրկվում, հալածվում, սպանվում էին նաև առաքյալները, որովհետև քայլող ճշմարտություն էին և ճշմարտության վկայություն էին ստի, կեղծիքի և աղտեղությունների առջև։ Այս ճանապարհով անցել ենք նաև մենք մեր ամբողջ պատմության ընթացքում, հատկապես քրիստոնեական շրջանում։ Եվ այդ ճակատագրին արժանացել են և բազմաթիվ հոգևորականներ, և մտքի ու հոգու բազմաթիվ մշակներ։ Ժամանակները չեն փոխվել։ Եվ այսօր այս պահին պատմական անձինք են նրանք, ովքեր խղճի կալանավորներ են այս պահին։ Այդ թվում նաև մեր սիրելի հոբելյարը Բագրատ Սրբազանը։ Ուրեմն ես կարծում եմ, որ այս հավաքույթը, այս օրվա խորհուրդը մեզ սթափեցնելու համար է, մեզ թմբիրից հանելու համար է, մեզ սրբազանի և իր նման չվախեցող, ճշմարտությունը բարձրաձայնող հերոսների, պատմական անձանց կերպարների գործը շարունակելու, տարածելու, այդ ներշնչանքով ապրելու և նաև փոխանցելու համար է։ Այստեղ նստածները վստահաբար յուրաքանչյուրը մի հսկայական ազդեցության, ուրեմն ուժ ներշնչանք ունեք, ամեն մեկս մեր շրջանակում, որոշները նաև լայն, համաժողովրդական, համազգային նշանակության, բայց մենք միասնական, բոլորս իրար հետ ձեռք-ձեռքի տրված, սիրով շաղախված, հոգևոր հայրենիքի տեսիլքը մեր աչքի առջև, այն հայրենիքի, որ սրբազանը ինքն է սահմանել, ես կարծում եմ, որ դա բոլորիս սահմանումն է, դրան ծառայելն է այսօրվա խորհուրդը։ Կարծում եմ սրբազանի ծննդյան լավագույն շնորհավորանքը կլինի դա։
նորից շնորհավոր, Սրբազանին ուժ կարողություն, մեր աղոթքները, բարեմաղթանքները, այսպես բոլորի սրտից հավաքած ծաղկեթունջ կազմած իրեն, մաղթենք նաև ֆիզիկական ազատություն, որտեղ ես վստահ եմ, որ ինքը ներքին հոգևոր եւ ազատություն ունի, եւ ուրախություն ունի, ճիշտ Քրիստոսի խոսքի նման, որ երանի է ձեզ, որ կհալածվեք, արդարության համար հանուն ինձ կհալածվեք։ Շնորհավոր։